Նոր ընտրական օրենսգրքի նախագիծը փետրվարի սկզբին կներկայացվի ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանը գալայի հետ զրույցում տեղեկացրեց, որ որպես падգամավոր բնականաբար ընտրական օրենսգրքի քննարկումներին մասնակցելու է։ Մինչ այժմ շրջանառության մեջ դրված նախագիծ չկա, սակայն ընդհանուր մոտեցումների հետ կապված մամուլում շրջանառվող լուրերը падգամավոր Փաշինյանի համար արդեն մտահոգիչ են։ Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ստացվում է, որ Սահմանադրության մեջ ընտրակարգը ֆիքսել են որպես համամասնական, բայց դե ֆակտո պատրաստվում են ընտրական օրենսգրքում դե ֆակտո մեծամասնականի մասնաբաժինը մեծացնել, բայց սրանք դեռևս լուրեր են, ընդհանրապես լուրեր, բայց եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ընդհանրապես պիտի հաստատված համարեմ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իմ ունեցած ելույթը, որտեղ ես ասում եմ, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով պոկեր է խաղում եւ բլեֆի հերթական տրյուկն է իրագործում։ Սահմանադրության մեջ ամրագրված համամասնական ընտրակարգին ընտրական օրենսգրքով մեծամասնականի բովանդակություն հաղորդելու վտանգը Նիկոլ Փաշինյանը տեսնում է համամասնական ընտրակարգի այսպես ասած վարկանիշային կամ ռեյտինգային տարբերակը կիրառելու միջոցով։ Վերջնական հետևություն падգամավորը կներկայացնի ընտրական օրենսգրքի նախագիծը կարդալուց հետո նոր միայն։ Մինչ այդ սակայն մեկ բան իր համար միանշանակ է՝ հանրապետական մեծամասնությունը երբեք չի անի այնպիսի բան, որը բխում է ընդդիմության եւ ոչ թե իր շահերից, անգամ միջազգային կառույցների վերահսկման դեպքում։ Բայց անկախ նրանից ինչ ընտրական օրենսգիր կլինի, մեր ասելիքը դրանից չի փոխվում։ Ինչ սահմանադրություն կլինի, ինչ ընտրական օրենսգիր կլինի, դրանից մեր ասելիքը չի փոխվում։ Մենք պետք է ունենանք ինստիտուցիոնալ կառույց, որը ի վիճակի կլինի ցանկացած սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի պարագայում գնալ եւ ստանալ ժողովրդի քվեն եւ այդ քվեն այնքան լինի, որ ինքը կարողանա ստանձնել իշխանությունը։ Իհարկե, այս ընտրական օրենսգրքի փոփոխությունները, նրբությունները շատ կարևոր են, բայց հիմա մենք Վրաստանում տեսանք, որ Սաակաշվիլին էլ սահմանադրությունը փոխեց, որպեսզի իր կուսակցության իշխանությունը երկարաձգվի, բայց չի երկարաձգվել։ Դա ոչ սահմանադրությունից էր, ոչ էլ ընտրական օրենսգրքից, դա նրանից էր, որ ձևավորվեց քաղաքական ուժ, ձևավորվեց ընդդիմություն, ով կարողացավ հաղթել ուղղակի։ Հիշեցնենք, փոփոխված սահմանադրության պահանջով նոր ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը։ Ժառանգություն կուսակցությունը եւ Նոր Հայաստանն արդեն հայտարարել են քննարկումները բոյկոտելու մասին։ ՀԱԿ-ն իր առաջարկները հնչեցրել է, իսկ քննարկումներին մասնակցելու վերաբերյալ կհայտարարի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո նոր միայն։ Ժառանգությունն էլ քննարկումներին մասնակցելու միակ ճանապարհը տեսնում է եռակողմ ձևաչափով միջազգային կառույցների հետ։ Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին գալայի հետ զրույցում ասել էր, որ այն, թե ինչպես կձևավորվի առաջիկա ընտրական օրենսգիրքը մեծ նշանակություն կունենա հարցում, թե մենք որպես միջազգային գործընկերներ ինչպիսի վերաբերմունք կունենանք Հայաստանի Հանրապետության հանդեպ։